Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ երկինս ես սուրբ երիցիան քո եկեսեր ակայություն քո Եկեսին գամ քո որպես երկինս վեճրի ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թողում ես վարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց վարտաբանած եւ մի տաներս մեզ փորձություն այլ բրկյաց մեզ դիչարե Զքոյ արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամերիս Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ Քրիստոսի նստեք սիրելիներս նստեք Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի Այսօր ավարտում ենք Պողոս Արաքյալի Տիմոթեոսին գրված նամակը, վերջին հատվածը պիտի սերտենք 5-ից ներողություն 4-ից 15 համարները պիտի սերտենք Պիտի խոսենք քրիստոնեական վարքի մասին, այն ճշմարտության մասին, թե նաև ինչպես պիտի վերաբերվենք այն մարդկանց, ովքեր սխալ ուսմունքի մեջ են, ճիշտ չեն ընկալում Սուրբ Գիրքը, ինչպես պիտի վարվենք։ Մենք անցյալ անգամ տեսանք, թե ինչպես Պողոս Արաքյալը ասում է, որ մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, նախանձ էինք, իրար ատում էինք, իրար չէինք սիրում, բայց հիմա պիտի տեսնենք, թե այդ ամենին հակառակ ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք, որպեսզի կարողանանք մեկս մյուսին հանդուրժել, նաև շեշտը հիշում եք, որ անցյալը չպիտի մոռանանք, ով ենք եղել մենք ժամանակին, ինչպիսին ենք եղել, եւ այսօր Պողոս Արաքյալը 4-ից 7 համարների մեջ պիտի խոսի այն ճշմարիտ վարդապետության ուսմունքի մասին, թե ինչպես քրիստոնյան պետք է հավատալ, այս 3 համարի մեջ կարծես ամբողջ ավետարանը խտացված, իսկ 8-ից 15 համարի վերջին խրատները հորդորներն է ոչ միայն Տիմոթեոսին, այլև բոլոր ժամանակների քրիստոնյաներին եւ շատ գեղեցիկ է վերջը, որտեղ նամակը գրված է Տիտոսին, բայց վերջում ասում է շնորհը ձեզ բոլորիդ Այսինքն միայն Տիտոս Արաքյալը չէր կարդալու, բոլորը պիտի կարդեն եւ նամակը ուղղված է բոլոր մարդկանց։ Հիմա տեսնենք այսօրվա առաջին համարը ինչ է ասում Պողոս Արաքյալը։ Իսկ երբ մեր փրկիչ Աստծո քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնվեց։ Հիշում եք ինչպես ավարտվեց, չէ՞, ատում էինք իրար, չէինք սիրում, այդպես ավարտվեց։ Հիմա ասում է, բայց երբ որ մեր փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի մարդասիրությունը հայտնվեց մեզ, քաղցրությունը հայտնվեց մենք այլ մարդիկ դարձանք։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն Պողոս Արաքյալը արդեն ասացի, առաջին 10 համարներում խոսեց այն մասին, թե եկեղեցուն հոգևորական հավատացյալ ընդհանրապես քրիստոնյան ինչպես պետք է վարվի, ինչ վարք պիտի ունենա, եկեղեցում ինչպես պիտի անեն, որ հաշտությունը լինի։ Այստեղից սկսած արդեն ասացի, որ ինքը փոխում է մտածումը, թե մենք ինչպես պիտի անենք, որ այդ բոլորը մեր կյանքում կարողանանք ապրել։ Շատ հեշտ է, չէ՞ որ մեկ մարդիկ կան, դե բոլորս էլ մեղավոր ենք, բայց այդքանից հետո ոչ մի բան չի փոխվում իր կյանքի մեջ։ Ինքը ասում է, որ ինքը մեղավոր է, կամ ինչպես Հուդան զղջաց, կամ շատ-շատերը զղջում են իրենց արածի համար, դե հիմա սխալվել ենք, ոչինչ, այսպես, բայց դու չես տեսնում իր կյանքի մեջ այդ զղջումից հետո ապաշխարության բտոնը, այս մարդը իրականում այդ զղջումը ապրել է, ցավ է ապրել, որը մեկին վիրավորել է, սպանել է, չարախոսել է, բամբասել է կամ այլ բան արել, որպեսզի այդ իրական կյանքում դառնա այնպեսին, ինչպեսին որ պետք է լինի մեր կյանքի մեջ։ Ուրեմն Աստծո շնորհը հայտնվել է բոլոր մարդկանց, չէ՞, այսինքն մեր փրկությունը մեր վաստակն է, չէ, ապրենք։ Ուրեմն դա Աստծո ողորմությունն է մեզ, Աստված է այդ ողորմությունը մեզ համար արել, բայց որpիսի մարդիկ կարողանան փրկվել, մարդիկ նաև իրենք ընդառաջ պիտի գնան։ Մարդ ինքը պիտի ուզենա փրկվել։ Աստված բոլորին հավասարապես իր շնորհները տալիս է, բայց մարդիկ իրենք են, որ ընդառաջ գնում են կամ չեն գնում։ Այս կյանքի մեջ շատ բաներից բողոքում են մարդիկ, բայց կա մարդ, որի խելքից բողոքում են։ Չկա, չէ, բոլորը իրենց խելքից գոհ են, այսինքն նշում որ Աստված հավասարապես տվել է, բոլորը գոհ են։ Բայց ինչպես ես դու օգտագործում այդ տրված այդ խելքը, իմաստությունը, շնորհը, ինչպես կարող ես օգտագործել ավելի լինի, կամ կարող ես հակառակ այդ ամեն ինչը կորցնել։ Դրա համար Պողոս Արաքյալը ասում է, իսկ երբ, այսինքն երբ որ մենք իրար ատում ենք, նախանձ էինք, չարությամբ լցված էինք, բայց երբ ասում է մեր փրկիչ Աստված Հիսուս Քրիստոս իր քաղցրությամբ, մարդասիրությամբ հայտնվեց մեր կյանքի մեջ։ Ուրեմն ամեն ինչի մեջ մարդը կախված է Աստծուց, չէ՞, ժողովուրդ ջան, այսինքն Աստծուց կախվածություն ունի եւ Աստված ինքն է մարդուն առաջնորդում այդ փրկությանը։ Հիմա տեսեք, Հիսուս Քրիստոս հայտնվեց, ինչի համար հայտնվեց եւ որ ժամանակի համար հայտնվեց։ Երբ որ մարդը
խավարի մեջ էր, մեղքի մեջ էր, կամ եթե մեկ բառով ասենք, մարդը բանտարկված էր, մեղքի բանդի մեջ էր։ Շատ հեշտ է լինել տեսանելի բանդի մեջ, որտեղ գիտես, որ սա ժամանակավոր է, այսինքն երբ որ դատորիդ վճիռը լրանա դու դուրս պիտի գաս, բայց ավելի դժվար ու սարսափելի է, որ դու չգիտես, որտեղ չես տեսնում այդ բանդերը, որի մեջ դու գտնվում ես, որի մեջ դու փակված ես եւ ուզում ես դուրս գալ ու չես կարողանում։ Ուրեմն այդ անտեսանելի բանդից մարդուն հանելու համար Աստված Հիսուս Քրիստոսով իր քաղցրությամբ եւ մարդասիրությամբ հայտնվեց աշխարհին, որպեսզի մարդիկ փրկվեն։ Ուրեմն մարդիկ ինչ էին անում այդ ժամանակ։ Մեկ ուրիշ տեղ ոսարական մենք թշնամի ենք, այսինքն Սուր գրքի մեջ Հռոմեաց նամակը ինչ ասում, մեղքի վարձը ինչն է, մահ, այ։ Ուրեմն մեղքի վարձը մահն է, ուրեմն մարդը իր մեղքի պատճառով մահվան էր դատապարտված, եւ այսինքն դժոխքի ենթակա էր, իր դժոխք գնար։ Եվ այդ ժամանակ է, որ Քրիստոս իր քաղցրությամբ, մարդասիրությամբ հայտնվեց մարդկանց մեջ, ասելով որ ոչ, դու դատապարտված չես, հնարավորություն ունես նորից փրկվելու, պարզապես Աստծո շնորհը պիտի ընդունես, Աստծո ողորմությունը պիտի կարողանաս քո կյանքի մեջ գործածել, որպեսզի փրկություն ունենաս։ Ուրեմն ինչ արեց մեղքի ժամանակ, երբ որ մենք մեկին մեղքի մեջ տեսնում ենք, առաջին բանը ուզում ենք մեր հարաբերությունը դադարեցնել, չէ՞, այդ մարդու մեջ, մեր տուն թույլ չտալ, խուսափել իր այդ հանդիպումից, բայց Աստված ինչ արեց, երբ որ մարդը դժոխքի ենթակա էր, այդ ժամանակ Աստված մարդուն սիրեց եւ գթաց։ Եվ ինչպես Հովհաննես ավետարանի մեջ ասում, այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Ուրեմն սիրեց եւ գթաց։ Ուրեմն տեսեք, մենք մարդիկս տեսնող աչք ունենք երբեմն, բայց գթացող սիրտ չունենք։ Իսկ Տերը ոչ միայն գթացող սիրտ ունել, այլ տեսնող աչքով տեսնում, փնտրում են բոլոր մարդկանց, ովքեր մեղքի մեջ են, որպեսզի փրկի իրենց։ Եվ սրանում է Աստծո սերը, մենք չէ որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց։ Սա Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջին նամակից է։ Ասում է, եթե Աստված այսպես է սիրել մեզ ինչն է խանգարում, որ մենք իրար սիրենք։ Ուրեմն մի օր մի թագավոր, հիմա որպեսզի հասկանաք ինչու մենք էլ պետք է տիրոջ պես լինենք, ուզում է իր տան մեջ ամենագեղեցիկ քանդակ ունենալ, կանչում է շատ նշանի վարպետի եւ նրա աշակերտին, վարակույրով փակում է մեջտեղը, որ իրար չտեսնեն, ասում է 7 օրում պետք է երկուսդ էլ նույն քանդակը քանդակեք, որ ոչ մի տարբերություն չլինի։ Աշակերտը վախենում է, ասում է, բայց ես ինչպես պիտի անեմ, չգիտեմ վարպետս ինչ անում, ես ինչպես պիտի քանդակեմ։ Վարպետն ասում է, դու ոչինչ չանես, միայն քարը լավ ուղղացրու, այնքան տաշի, որ շատ լավ փայլի։ Եվ սկսում է աշխատանք, այնտեղ վարպետը քանդակում է, պալատականները գալիս հետևում են վարպետի գեղեցիկ քանդակը, տեսնում են, այս մարդը միայն քար է տաշում, ոչ մի բան։ Երբ որ օրը վերջանում է, բացում են, այս դատավորը, որ իշխանավորը պատվիրել էր, բարկանում է, թե դու ինչու գործ չես արել, վարպետն ասում է, չէ, ինքը շատ է աշխատել։ Եվ այս մեջտեղի վարակը, երբ որ բացում է, այնքան էր քարերը փայլում, որ այս արձանը նույնությամբ արտացոլվեց այս քարի մեջ։ Ցույց տալու համար, որ երբ որ դու ասում ես ես քրիստոնյա եմ, պետք է արտացոլի քրիստոնյան քո կյանքի մեջ։ Դրա համար այստեղ ասում որ եթե Աստված մեզ այսպես սիրեց, մենք էլ պարտավոր ենք մեկս մյուսին այս ձևով սիրել։ Եվ Հիսուս Քրիստոս հայտնվեց, սա առիթ էր մարդկանց, որպեսզի ապաշխարեն, այսինքն մարդասիրության, քաղցրությամբ Հիսուս հայտնվեց աշխարհին, որպեսզի մարդը ապաշխարի, այսինքն հնարավորություն ունենա այս ճանապարհով մոտենալու։ Իսկ 5-րդ համարի մեջ արդեն ասում է, ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմության համաձայն փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ նորոգությամբ Սուրբ Հոգու։ Ուրեմն Աստծո ողորմած լինելու շնորհիվ է, որ մենք փրկվեցինք, չէ՞, դրա համար մենք ամեն անգամ ինչ ենք ասում, Տեր ողորմի։ Այսինքն քաղցրությամբ, մարդասիրությամբ, բայց ամբողջը խորացված է այսպես հավաքական կերպարը ողորմություն։ Ուրեմն Աստծո ողորմությամբ է, որ մարդը փրկվի։ Եթե Աստված ողորմած չլիներ, մեկը չի կարող փրկվել։ Դրա համար մենք միշտ էլ Աստծուն խնդրում ենք, որ Տեր քո արդարությամբ չդատես մեզ, այլ քո ողորմությամբ դատիր մեզ, որտեղ ողորմության մեջ գութ կա, հայրական խնամ կա, սեր կա եւ մարդը այդ դրանով հնարավորություն փրկվելու համար։ Հիմա տեսեք, Աստված ողորմած է, մենք ամեն անգամ ասում ենք ողորմիր մեզ Աստված։ Իսկ ինչու ենք մենք մեղք գործում, որ հետո նորից ասենք ողորմիր։ Մենք տեսեք, ասում եմ, մեզ նորոգեց ավազանի նորոգությամբ, այսինքն մկրտության մեզ մաքրեց։ Ուրեմն Պետրոս Եփեսացիս նամակի մեջ Պողոս Առաքյալն ասում է, որովհետև Աստծո շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով։ Եվ այս ձեզանից չէ,
այլ պարգևն է Աստծո, ոչ էլ ձեր գործերի, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Մա տեսեք, ասում եմ, ոչ այն արդարության գործեր, այսինքն գործերով չէ, որ մենք արդարանում ենք։ Օրինակ, եթե այդպես լինի, միասեռականը կարող ամբողջ օրը բարեգործություն, բայց դա չի նշանակում պիտի փրկվի։ Ուրեմն գործերը մեր պարտականությունն են, որ կա, որտեղ հավատք առանց գործերի մեռած է, բայց դա այդ ամենը բերում է նրան, որ Աստծո ողորմությամբ ինչ արեց, մեզ մկրտեց։ Հիմա երբ որ գալիս են մարդիկ մկրտության, ես միշտ հարցնում եմ, ինչու համար եք մկրտվում, առաջի բառ ասում եմ փրկության։ Ասում եմ ճիշտ է, բայց հիմա բոլոր մարդիկ փրկված են, ովքեր մկրտված են, թե ոչ։ Իհարկե, ապրեք։ Ուրեմն մկրտության մենք ինչ ենք անում, նոր ծնունդ ենք ստանում։ Եկեղեցին մեր մայրն է, եկեղեցու ավազանը, եկեղեցու արգանդն է։ Ուրեմն մարդ այստեղից ծնվում է երկրորդ անգամ ջրից եւ հոգուց։ Հիսուս էլ ասում է, եթե հավատաք եւ մկրտվեք, կփրկվեք։ Ուրեմն մկրտությունը կարևոր պայման է։ Մենք մկրտվում ենք, ինչ է լինում, մեր հին մարդը մնում է այնտեղ, նոր մարդը ծնվում է, ադամական մեղքերից մաքրվում, որտեղ չմկրտված մարդը զրկված է երկնքի արքայությունից եւ դրախտը փակ է նրա առջեւ։ Ուրեմն այս մեղքը ժառանգական գալիս է բոլոր մարդկանց վրա։ Դրա համար, երբ որ մարդը ծնվում է, մենք 8-րդ օրը մկրտում ենք այդ մեղքից ազատագրելու համար։ Բայց մկրտությունով, երբ որ մենք մաքրվում ենք, Քրիստոս ենք հագնում, մենք ամեն օր կարիք ունենք նորոգվելու։ Հիմա մկրտված մարդը մեղքեր գործում է, թե ոչ։ Գործում է։ Չի կարող չգործել։ Քանի մենք այս երկրավոր կյանքի մեջ ենք, այս աշխարհի մեջ ենք ապրում, մեր մարդկային բնությունը ենթակա է մեղքին, մենք մեղքեր գործում։ Սատանան դա էլ գիտի։ Դրա համար Սատանան ամեն անգամ փորձում է մարդու մեղքի միջոցով վախեցնել, որ տես դու մկրտված ես այսպես, բայց մեկ է փրկություն չունես, բայց ասում է մկրտության ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ։ Ուրեմն Սուրբ Հոգին կարևոր գործողություն։ Մենք տեսանք Հոր գործողությունը, Որդու եւ Սուրբ Հոգու հիմա։ Ուրեմն Սուրբ Հոգին մինչեւ մեր կյանքի վերջին վայրկյանը մեզ նորոգում է։ Եթե Սուրբ Հոգու նորոգությունը չլինի, մենք չենք կարող փրկվել։ Ուրեմն մենք մեղքեր ամեն օր գործելու ենք, ամեն օր մեղքեր կա, բայց Սուրբ Հոգին ինչ անում։ Ինքն է մեզ առաջնորդում ապաշխարության։ Ինքն է մեզ մխիթարում, ինքն է մեզ ոգևորում, ինքն է մեզ հույս տալիս, ինքն է մեզ առաջնորդում, որպեսզի մենք նույն տեղում չդոփենք։ Դրա համար Սուրբ Հոգու նորոգությամբ մարդը ամեն անգամ ինքը փոփոխություն է ունում, հասկանում իր մեղքերը։ Օրինակը մենք որտեղ ենք տեսնում, Պետրոս Սարաքյալի մեջ չէ, ինքը հախուռն իր բնավորությամբ, մինչև Սուրբ Հոգով չնորոգվեց, վերջնական չմաքրվեց, ինքը վախեցավ մահից, չէ, որ աղախինը մոտեցավ, մյուսը մոտեցավ ծառան, 3 անգամ ասաց Հիսուսին չեմ ճանաչում ես։ Ուրեմն Սուրբ Հոգու նորոգությամբ։ Ուրեմն մկրտությունն էլ նույն օրինակն է, ապրեցնում է մեզ, մենք մկրտվում ենք առաջին անգամ մաքրվում ենք, ինչ է տեղի ունենում մկրտության ժամանակ։ Մարդը որ մկրտվում է, Աստված նրան որդեգրում է, չէ՞, ինքը Աստծո որդեգիրն է դառնում, Աստված նրա հայրն է դառնում։ Երկրորդը մկրտությամբ մենք Քրիստոսի ժառանգություն ենք ստանում հավիտենական կյանքը, Սուրբ Հոգու տաճար ենք դառնում, իսկ ընկայերը որ խնդրում են մկրտողներ հավատ, հույս, սեր, այս 3 գործիքներն դու քո ձեռքում պիտի ունենաս, որ այս 3 պարգևը դու կարողանաս պահել։ Ուրեմն դու կարող ես մկրտված լինել, բայց չփրկվել։ Եթե բոլոր մկրտված մարդիկ փրկվեին, աշխարհում ոչ մի խնդիր չէ լինի։ Ուրեմն նշանակում է մարդը մկրտվել է, բայց չի պահել այն սրբությունը, որ պիտի պահեր։ Իսկ նաև երկրորդ իմաստով վերստին ծնունդը նաև նոր մարդ դառնալ է, այսինքն ապաշխարությամբ։ Հիշում եք Հիսուսի զրույցը Նիկոդեմոսին, ասում է, եթե մեկը նորից չծնվի, չի կարող երկնքի արքայություն մտնել։ Նիկոդեմոսն ասում է, բայց մեծ մարդը ո՞նց կարող է իր մոր որովայնը մտնել նորից ծնվել։ Եվ Հիսուսն ինչ է ասում, երկրավոր բաներ եմ ասում, չես հասկանում, բայց երկնավորները որ ասեմ ինչ պիտի անես։ Ուրեմն մարդը միշտ այդ դժվարությունն ունի։ Դրա համար նաև Պետրոս Սարաքյանն ասում է, մկրտությունը ըստ նույն օրինակի ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Ուրեմն հանձնառությունն է, որ դու մկրտությամբ զինվորագրվում ես Քրիստոսի բանակին, իբրև քրիստոնյա ապրելու, գործելու եւ այդպես ապրելու համար։ Ուրեմն մկրտուն հետո մարդը, երբ որ նորից մեղքի մեջ հայտնվում է, արդեն Սուրբ Հոգու շնորհը գործում է մարդու մեջ, որ ինչ է լինի, մարդը միայնակ չի այս աշխարհի մեջ։ Ուրեմն վերանորոգում է անդադար կամ նորոգում է, որպեսզի կերպարանափոխվես։ Եթե այս նորոգությունը չլինի, մենք չենք կարող փրկություն առնել եւ մինչեւ մեր կյանքի վերջ։ Եվ դրա համար նաեւ Կորինթաց նամակի մեջ ասում է դրա համար է չենք տկարանում, այլ թեպետ եւ մեր այս արտաքին մարդը օրեցօր քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգում է օրստորեն։
Այսինքն ֆիզիկապես ճիշտ է մենք հասունանում ենք, ծերանում ենք, մահվան ենք մոտենում, բայց Սուրբ Հոգին մեր ներքին մարդուն ամեն օր նորոգում է, չէ՞ մենք ամեն օր նոր բան ենք, չէ՞ հասկանում, ամեն օր նորով ենք Տիրոջը ճանաչում, նորով ենք մոտենում Տիրոջը, նոր բան ենք հայտնաբերում մեր կյանքում։ Առաջ որ չէինք տեսնում, հիմա սկսում ենք տեսնել։ Առաջ որ չէինք հասկացել այս խոսքը, հիմա մենք սկսում ենք հասկանալ, եւ մեր այս ամբողջ կյանքի ընթացքում ամեն օր նորոգության միջոցով հասնում ենք հավիտենական կյանքի։ Եվ մի ասում է նաեւ ուրիշտեղ, եւ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Այսինքն, երբ որ դու նաեւ մեղք ես գործում, դու Սուրբ Հոգուն տրտմություն ես պատճառում, որովհետեւ Սուրբ Հոգին ինքը Աստված լինելով ամեն օր քեզ շրջապատում է ներկայությամբ։ Մենք նույնիսկ ինչ ենք ասում, Սուրբ Հոգով մխիթարվես, չէ՞, այսինքն նույնիսկ մխիթարության համար մենք Սուրբ Հոգուն ենք օգնության կանչում։ Սուրբ Հոգին է գալիս մեզ առաջնորդելու, մեր պետքերը գիտի, որտեղ Հիսուս մեր հետ չգնամ, Սուրբ Հոգին չի գա։ Եթե ես գնում եմ, ձեզ համար ուղարկում եմ նոր մխիթարիչ, որ ձեզ հետ լինի ձեր կյանքի բոլոր օրերում։ Ուրեմն Սուրբ Հոգու ներկայությունն ու ներգործությունը մարդուն ամենօր հնարավորություն է տալիս այս փոփոխական աշխարհի մեջ քո ինքնությունը պահելու, սրբագրվելու, մաքրվելու եւ Տիրոջը մոտենալու համար։ 6-7 համարների մեջ ասում է, որ Աստված թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացված ժառանգները լինենք հավիտենական կյանքի մեջ։ Տեսեք, ասում է, առատապես թափեց մեր վրա Սուրբ Հոգու շնորհները։ Ուրեմն Աստված հարուստ Աստված է։ Այսինքն չի խնայում ոչ մի բան մարդկու պետքերի եւ փրկության համար։ Ամեն բան առատապես է տալիս։ Պակաս ոչ մի բան չի թողնում մարդուն։ Մենք կարող ենք մեր ժլատության, մեր գծուց լինելու պատճառով թույլ չտանք շատ բան մեզ կամ ուրիշներին էլ չօգնենք, բայց Աստված առատապես այնքան հարուստ է, որ այդ հարստությունը չի խնայում, այսինքն ինչ է անում։ Հիսուսի պատմած առակը հիշում եք, ասում է մի մարդ մի թանկարժեք մարգարիտ գնե տեսավ, գնաց ասում է ամբողջ իր ունեցվածքը վաճառեց, եկավ այդ մարգարիտը գնելու համար։ Այսինքն այդ առակի մեջ Աստված է այդ մեծահարուստը, մարգարիտը մարդու հոգին է։ Եվ Աստված ասում է վաճառեց ամեն ինչ, որ ամենաթանկը մարդու հոգին կարողանա գնել։ Ուրեմն այսքան է Աստված սիրում մարդուն, իր ամբողջ հարստությունները կտակում է մարդու համար։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ մարդը միշտ պետք է հույս ունենա։ Հույսը միշտ վառ պիտի պահի։ Ասում է Պողոս առաքելը Հռոմեացիս նամակի մեջ, ասում է հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Հույսը երբեք չի ամաչեցնում։ Դրանից առաջ ինչ էր ասում Պողոսը, ասում է եղբայրներ եւ քույրեր, փորձությունները մարդուն բերում են համբերություն։ Համբերությունը մարդուն դարձնում են տոկուն, տոկունը բերում է Սուրբ Հույսին, իսկ հույսը երբեք չի ամաչում։ Ուրեմն Սուրբ Հոգին նաև մարդուն առաջնորդում է դեպի փրկություն, դեպի Հիսուս Քրիստոս եւ երբեք ամոթով չի մնում։ Ուրեմն Տերը մեզ արդար հռչակեց նաև, տեսեք, ասում է ժառանգներն եք հավիտենական կյանքի։ Տերը մեզ արդարացավ, արդար դարձեց, հռչակեց։ Հին ժամանակներում հատկապես Անգլիայում, որպեսզի ասպետի կոչում ստանան, չէ, ամեն ինչ անում են եւ թագավորը սուրը դնում էր ուսեր, ասում էր քեզ հռչակում դու ասպետ ես այսօրվանից, քեզ այդ սեր բառը այսօր օգտագործում են այդ ասպետական բառը, ուրեմն Սուրբ Հոգի միջոցով էլ Աստված մեզ այդ արդարության պատիվը տվեց, որդեգրության պատիվ, դու դարձար Աստծո որդի։ Մի ժամանակ մեղքին ենք ծառայում, մեղքի ծառայեինք, խավարի մեջ էինք, հիմա մենք լույսի որդիներ ենք եւ Աստծո որդիներ ենք։ Եվ որպեսզի կարողանանք ժառանգակցնել Քրիստոսի հետ եւ հավիտենական կյանքը ընդունել, դու այդ կոչումը պիտի պահես։ Մեկ բան է մկրտված լինել, մեկ բան է այդ ամենի մեջ ապրել։ Ինչպես ասում է Գաղատացի նամակի մեջ, ոչ թլպատությունը մի բան, ոչ էլ անթլպատն, այսինքն ոչ կնքված լինելը մի բան, ոչ էլ անկնունք է, թե դու նոր մարդ չես դարձել։ Ուրեմն արդարության միջոցով որ քեզ տալիս են, դու նոր մարդ ես, այլևս իրավունք չունես վերադառնալ քո հին փսխածին, նույն մեղքը նորից ճաշակելու, այլ նոր մարդ պիտի դառնաս։ Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն մեղքի վարձը մահն է, Աստծո շնորհը կյանք։ Ուրեմն տեսեք տարբերությունը։ Մեղքը քեզ մահվան է տանում, Քրիստոս կյանքը մեզ տանում է դեպի հավիտենական կյանք։ Դա շնորհ է մարդու համար, որ դու ճիշտ է մի ժամանակ դատապարտված ես մահվան, պիտի մեռնեիր, մեղքը պիտի քեզ հաղթահարեր, բայց դու այլևս դժոխք անգամ չի կարող քեզ հաղթահարել, եթե դու հավիտենական կյանքի կրողն ես քո մեջ։ Դրա համար մենք առավոտյան աղոթքի մեջ պահքի օրերին ինչ ենք ասում. Տեր Հիսուս, թող քո խաչը մեզ ապանվել լինի, երբ որ դու հայտնվես հրեշտակների հետ երկնքում, մենք իբրև լույսի որդիներ չամանչենք քո առջև կանգնել։
Այսինքն չամանչել, երբ որ լույսի Տերը գա, դու չասես Տեր, գիտես, ես քո լույսը խավարի եմ վերածել։ Ես քո լույսը սպանել եմ, տարել եմ, ծածկել եմ, որ ոչ ոք չտեսնի, այլ հակառակը վառ եմ պահել, որպեսզի գամ։ Եթե քո հավատքի մոմը վառված չէ քո մեջ, քո հավատքը լույս չէ քեզ համար, ուրեմն դու ինքդ էլ փրկված ես եւ քո շրջապատի մարդկանց էլ դու չես կարող փրկության առաջնորդել։ Ուրեմն մենք այս կոչումի մեջ ենք։ Եվ մեկ ուրիշ տեղ Պողոս Առաքյալն ասում են Հռոմեացի նամակի մեջ նույնպես նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, տեսեք Սուրբ Հոգին վկայում է մեր մարդկային հոգուն, թե Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա եւ ժառանգներ ենք, ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ Քրիստոսի, եթե իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։ Տեսեք ինչ ճանապարհ պիտի անցնենք, իսկ Կորինթացի նամակի մեջ ասում է ինչքան որ այս երկավոր կյանքի ընթացքում մասնակից են Քրիստոսի նեղություններին, գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Ուրեմն Քրիստոսին հավատալը այդ ամեն ինչը ստանալը նաև պիտի կարողանաս դիմանալ, պահել։ Հիշում եք Սուրբ գրքի մեջ Պողոս Առաքյալը քանի տեղ ասում է, որ այս եղբայրը մեզանից հեռացավ, Հովհաննես Առաքյալն ասում է մեզանից ելան, բայց մեզանից չեն, այսինքն մեր միջից դուրս եկան, բայց մեզ հետ կապ չունեն։ Աշխարհն ավելի սիրեցին, գնացին մեղքի կյանքը ապրելու համար։ Ուրեմն շատ կարևոր է թե դու մինչև վերջ ինչպես ես ապրում։ Մենք օրինակը տեսնենք Հուդային, որ Առաքյալի բացառիկ կոչում ուներ, երկնքին շատ մոտ էր ապրում, բայց իր վախճանը դժոխքում եղավ։ Մենք տեսնում ենք Բարաբային, որ հանցագործ էր, մարդասպան էր, ինքը սպասում էր, որ իրեն տանեն սպանեն, հանկարծ Քրիստոս վերջի վագեն նույնիսկ իրեն ազատեց իրենով եւ խաչի վրա էլ ավազակ ասեց Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայությամբ Տերն ասաց, այս գիշեր ինձ հետ այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ուրեմն մեկ զղջում իրական հավատք եւ քո ամբողջ կյանքը փոխվում, ոչ թե շուրթերով, ոչ թե բերանացի, այլ սրտով, հոգով, էությամբ հավատալ այդ ամեն բառին, ինչ որ ասված է։ Եթե մեկը մտածում է, որ ինքը խոստովանի ու կասի, դրա համար Հիսուսը շատ շատերը կգան կասեն, Տեր, քո անունը կանչեցինք, բայց կասում է, ես ձեզ կասեմ, որ ես ձեզ չեմ ճանաչում։ Սա բոլորիս է վերաբերում, հոգևորականն էլ փրկված չի, որտեղ մինչև վերջի վայրկյանը մարդը կարող է իր փրկությունը կորցնել, եթե ինքը նորոգություն չունենա Սուրբ Հոգով եւ նոր մարդ չդառնա։ Հիմա տեսեք, այս ամբողջը վերջացրեց Պողոս Առաքյալն, այստեղից խրատները տալիս յուրաքանչյուրից, թե մենք ինչպես պիտի ապրենք։ Տեսեք, ասում եմ 8-րդ համարը, ճիշտ է այս խոսքը եւ ուզում եմ, որ դու հաստատ մնաս սրանում, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ այդ է բարի եւ օգտակար մարդկանց համար։ Ինչ կա այստեղ կարևոր պատգամ կա։ Նայեք, նորից եմ կարծում, ճիշտ է այս խոսքը, որ ուզում եմ դու հաստատ մնաս դրա մեջ։ Ցավոք սրտի այսօր շատ քրիստոնյաներ, հոգևոր ղեկավարներ, հոգևորականներ, քարոզիչներ շատ հաճախ են փոխվում։ Մի բան այսօր խոսում են, վաղը լրիվ այլ բան են խոսում։ Որտեղ իրենց ճանաչում են, իրենք ջերմեռանդ հավատացյալներ են, որտեղ իրենց չեն ճանաչում, մեղքի ծառաներ են։ Փոփոխական են մարդը։ Հիմա ասում է, ուզում եմ դու իմանալ, որ սա ճիշտ խոսք է, հաստատուն խոսք է, դու սրա մեջ հաստատն, այսինքն այս վարդապետությունը, որ լսեցիր, որ Քրիստոս իր քաղցրությամբ, մարդասիրությամբ, ողորմությամբ եկավ փրկեց, քեզ ժառանգակից դարձրեց իր ողորմությամբ, դու սրա մեջ հաստատ մնաս, որդիությունը չկորցնես։ Եվ ցավոք սրտի քրիստոնյա մարդիկ, հոգևոր արդեն ասացի, իրենց խոսքը եւ կեցվածքը շատ հեռու է իրենց խոսածից։ Սրանք տարբեր են։ Ուրեմն Աստծո շնորհը մեր պարտականությունը նույնն է, պետք իրար չհակասեն։ Ինչ որ ես դու եկեղեցում, պիտի լինես նաև դրսում։ Ինչ որ ես դու քո ներսում քեզ հետ, դու նաև պիտի լինես, ինչպես այդ քարի պատմեն, արտացոլանքը պիտի դառնաս քո խոսքը, թե ոչ դու կեղծավոր մարդ ես։ Ուրեմն պետք է մեզ նույն հավիտենության մեջ պահեն այս ամենը։ Ուրեմն ինչ է Պողոս Առաքյալը հիշեցնում նախ այստեղ խոսքի մեջ, երեք կարևոր բան, չէ, որ վկայությունը ճշմարիտ է, երեք բան չտեր։ Ուրեմն շնորհով փրկվեցինք, սա միշտ պիտի հիշես, որ մենք մեր գործերով չենք փրկվել, մեր գործերով չենք արդարացնել, ասում եմ, որպեսզի չհպարտանանք, երկրորդը, որ մենք մկրտության վերստին ծնվեցինք, եւ երրորդը մենք սպասում ենք հավիտենական։ Սրանք ճշմարտություն է, սուտ չեն։ Սրա մասին կարծիքները չպիտի փոխվի, կամ որոշակի ժամանակ, եթե ուզենաս մեկ ուրիշ բան է լսում, դու դրա մասին այդպես խոսես, եթե չի ուզում լսել, ուրիշ բան խոսես։ Հստակ պիտի լինի, սա քո կյանքի մեջ։ Հիմա երկրորդը, ասում եմ, մարդը չի կարող իր գործերով փրկվել։ Հստակ է սա թե չէ։ Մարդը կարող է իր գործերով փրկվել, չէ։ Բայց ինչ պիտի անի մարդը։ Երբ որ դու հավատում ես, ոնց պիտի հավատքդ արտահայտես, գործերով։ Երբ որ ասում ենք բարի գործեր,
շատ հաճախ մարդիկ միանգամից մտածում են նյութական, ֆինանսական աջակցություն, չէ, սա չէ։ Պողոս Արաքյալը գործ կարակնում ասում է տալը լավ է, քան վերցնելը։ Բարի գործել, սա միայն նյութական աջակցություն է, չէ, երբ որ դու մեկի արցունքը սրբում ես, սա էլ բարի գործ է։ Երբ որ դու մեկի կողքը հիվանդին նստում ես մի քանի ժամ, սա էլ բարի գործ է։ Բոլորը միայն փող են հասկանում, ասում ես բարի գործ, որոնց դու բարեգործությունը գումարների մեջ է։ Դու գումարով կարող ես շատ դեղորայք գնել, բայց մարդուն կյանք չես կարող տալ։ Բայց դու կարող ես դեղ չտանել այդ մարդու կողքը մի քանի ժամ նստես, ինքը առողջանա։ Իր համար աղոթ անելով, չէ՞։ Ուրիշի համար աղոթելն էլ բարի գործ է, սիրելիներ։ Հիմա ինչու է ասում բարի գործը։ Հիմա Հակոբոս Արաքյանն էլ ասում է հավատքը առանց գործերի մեռած է։ Այսինքն երբ որ դու ասում ես հավատում եմ, պիտի ապրես այնպես ինչպես Քրիստոս էր ապրում։ Քրիստոս երբեք խտրականություն չդրեց հարուստի, աղքատի, հիվանդի, առողջի, բորոտի, հակառակը, որ հրեական օրենքի համաձայն մեղք էր մեռել ինքները, Հիսուս գնաց դիպչեց մահացածին, բորոտներին, երբ որ ընդունված չէր ընդունել թույլ տալ հասարակության մեջ, Քրիստոս թույլ տվեց իրեն մոտենալ։ Այսինքն ամեն բան արեց, որպեսզի մարդկանց ցույց տա սերը սահմաններ չի ճանաչ։ Երբ որ դու աղքատին գումար ես տալիս ու նրա անուն ազգանունը հարցնում ես, վերջացավ քո ողորմությունը այդտեղ։ Երբ որ դու տալիս ես ինչ-որ բան ես ակնկալում քո կյանքի մեջ, դու ճշմարտությունից հեռանում ես։ Ուրեմն դու այս ամենը անում ես ինչի համար։ Պողոս Արաքյանն ասում է ամեն ինչ նրանով է, ամեն ինչ նրանից է եւ ամեն ինչ նրա համար է, նրան փառք հավիտյանս։ Ուրեմն մենք հանուն Հիսուսի ենք, չէ՞։ Օրինակ մարդիկ կան, որ ներման արժանի չեն, չէ՞։ Բայց մենք հանուն Հիսուսի ներում ենք իրենց։ Այսինքն Հիսուսի համար ենք ներում։ Թե չէ որ մեզ մնա չենք ների։ Մարդիկ կան, որ իրենց ոչ մի բան չարժի տալ, բայց հանուն Հիսուսի մենք այդ մի կտոր հացը տալիս ենք, որովհետեւ Աստված պարկի տակ մնացող Աստված չէ։ Քո տված մի կտոր հացը ինքն անպայման քեզ վերադարձնում է։ Մենք հանուն Հիսուսի ենք նաև համբերում այն նեղություններին, դժվարություններին, որտեղ գիտենք մեզ ինչ է սպասում։ Եթե դու հավատացիր, հենց այդ պայծ, որ պայն իրականում դու հավատացիր Քրիստոսին, իրական հավատացյալ դարձար, դու թշնամուն ես արդեն։ Սատանան բացայ պիտի պայքարի քո դեմ։ Դա կնի քո ընկերոջ միջոցով, ծանոթի միջոցով, հարազատի, բարեկամի, գործընկերոջ, ամեն մեկի միջոցով կարող է քո դեմ պայքար, քո գործը քանդելու համար, որպեսզի դու ճշմարտությունից հեռանաս։ Ուրեմն մենք պետք է գործով ցույց տանք նաև մեր նոր մարդ դարձած լինելը, չէ՞։ Այսինքն եթե մենք նախկինում, օրինակ, մեկը գողություն էր անում, հիմա պիտի տանի բարեգործություն անի, չէ՞, վերադարձնի իր արդար վաստակած այդ քրտինքով պիտի կարիքավոր մարդկանց օգնի վերադարձնի, որտեղ ինքը նոր մարդ է դարձել, այլևս հին մարդը չէ։ Եթե մեկը սուտ էր խոսում, նա պիտի սիրո խոսքեր խոսի, այսինքն մեկ բառով կերպարանափոխված պիտի լինես, այլափոխված նոր մարդ պիտի դառնաս, որպեսզի փրկությունը չկորցնես։ Որովհետև նրա արարածներն են Քրիստոս Հիսուսով, ստեղծվածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստված առաջուց պատրաստեց մեզ, որպեսզի դրանք կատարենք։ Տեսեք սիրելիներ, մեր կյանքի մեջ այս ամենը ամեն օր մենք տեսնում ենք, զգում ենք, ապրում ենք, երբեմն շատ հաճախ մարդիկ այդ զանգին են սպասում։ Մեկը որ զանգի իրենց խոսի, որ մարդիկ իրենց հիշեն, կարևոր չէ ինչպես, որևէ մեկը չում ամեն օր մեկը գա իրան տեսնի, բայց ուզում ես որ այդ մարդը իմանա, որ դու կաս իր կյանքի մեջ, դու մոռացված չես։ Որևէ մեկը չի ուզում որ անպայման դու գնաս իրեն տեսնելու, ասես լավ ես փաթեթի մեջ լցրած քաղցրավենիք բերես, հյութ բերես, լավ ուտելիք բերես, չէ, մարդը դրան չի նայում, մարդը հատկապես երբ որ մարդիկ ծերանում են, պարզապես մեկ բան սիրո կարիք ունեն, հոգատարություն, շփման կարիք ունեն։ Եվ այդ շփումն էլ բարի գործ է, որ քո ժամանակը, ուրեմն մի կին, որ մեղքերի մեջ էր երկար ժամանակ ապրել, արհեստական վիժեցում էր արել, երբ որ դարձի է գալիս, ինչ էր անում այս աղջիկը, ուրեմն իր աշխատավայրը բանտին շատ մոտ էր։ Ընդմիջման ժամանակ ասում է իր ընդմիջում ուտելիքը վերցնում էր, գնում էր բանտարեկան հետ ուտում էր, այդ 1 ժամը նրանց Աստծո խոսք էր քարոզում։ Տեսեք, իր 1 ժամը, որ արդեն ազատ էր իր համար, ինքը օգտագործում էր արդեն Աստծո փառքի համար, իրպես մեղավոր մարդկանց պես օգնելու, որպեսզի նրանք էլ Աստծո խոսքով կարողանան փրկության արժանանալ։ 9-րդ համարը, որ շատ կարևոր է հատկապես այսօրվա մարդկանց, որտեղ այն ժամանակ էլ էր սա խնդիր, տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը։ Բայց ասում է, բայց հեռու վանիր
հերու վանիր հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները, որ օրենքի շուրջ եղող կռիվները, որովհետև դրանք անօգուտ են եւ սնոդի։ Տեսեք, ասում է, հերու վանիր քեզանից, տոհմաբան, այսինքն ազգաբանություններ, օրենքների մասին, դա սրանք անօգուտ վեճեր են։ Մենք ինչքան ենք, չէ, այսպես անօգուտ վեճերի մեջ հայտնվում, անիմաստ զրույցներ անում ու ոչ մի օգուտ չկա դրանից։ Հիմա տեսեք, այստեղ ինչու է նշված տոհմաբանություն։ Ուրեմն հрьяաների համար շատ կարևոր էր ազգաբանությունը, այսինքն ինքը որ տոհմից է ծագում, ուր է գնում, ուրեմն բոլոր հрьяաները ուզում են որ ապացուցեն, որ իրենք Աբրահամի, Դավթի կամ Մովսեսի ցեղից են։ Կամ չէ՞ սորել մարդիկ, որ դու ցեղից ես, ում ազգից ես։ Ուրեմն ինչքան կարևոր է սա, որ նույնիսկ Մատթեոս, Ղուկաս ավետարանիչները Հիսուսի ազգաբանությունը գրեցին։ Հիսուսը Դավիթ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը, այսինքն ինչու, որ ցույց տան, որ Մեսիան, որին դուք սպասում եք, Հիսուս ինքն է։ Այս ազգաբանությունով տարան Ղուկաս ավետարանիչը հետևից էր, ասում է Հիսուսը որդն էր Հոսեփի, սա Ադամի, սա էլ Աստծո, ցույց տալ որ սա Աստծուց էր գալիս, սա էլ թագավորական ընտանիք։ Ուրեմն այսքան կարևոր էր իրենց համար։ Ուրեմն այս հрьяաները այնքան առաջ գնացին նույնիսկ դրա մեջ, որ ստեցին հրեշտակների ազգաբանություն կազմել։ Պատկերացնեք, թե հրեշտակները որ ազգից են, ինչ տոհմի են պատկանում, ովքեր են։ Տեսեք, մոլերանդություն է սա։ Այսօր կա այդպիսի բան։ Կա։ Այսպիսի, չէ, տոհմաբանության բաներ չկա, բայց ուրիշ բաներ կա։ Օրինակ, կեղծ քարոզիչները ինչ են ասում, Սուրբ գրքում գիտես, այսինչ էջում այսպիսի բան կա գրված, քաղցրությամբ, կեղծ խոսքով մարդկանց խաբում են։ Ուրեմն նույնը հрьяաները այսօր այսպես, եթե դու հիմա կարողանաս քո ազգաբանության մեջ հрья գտնես, դու միանգամից Իսրայելի քաղաքացիություն կունենաս, կարող ես գնալ այնտեղ հանգիստ ապրել։ Ապացուցես, եթե քո նախնիներից մեկը հрья եղել, խնդիր չունես այս ազգաբանություն։ Երկրորդ ասում է օրենքների շուրջ վեճերից հեռու մնա։ Օրենքները գիտեք, հрьяաների համար ինչ տեղ ունեն, նույնիսկ օրենսգետներ են, չէ, կոչվում մարդիկ։ Ուրեմն սրանք այնքան մոլերանդ էին դարձել տառակեր օրենքների մեջ, որ նույնիսկ Աստծո օրենքներից օրենքներն էին ավելացրել։ Ուրեմն գիտեք, հрьяաների համար Աստվածաշնչից ավելի կարևոր ինչ գիրք կար, Թալմուդը, որ կոչվում էր օրենքների գիրք։ Ուրեմն այստեղ հազարավոր օրենքներ կար գրված։ Օրինակ, Աստված ասեց շաբաթը սուրբ պահեք։ Մենք ինչ ենք հասկանում։ Սուրբ պահել ասելով շաբաթ, այսինքն մեր այսօր կիրակին, սուրբ պահել մենք ինչ ենք հասկանում։ Գործ չանել, ընդհանրապես ոչինչ չանել, այսինքն նշանակում է այդ օրը ամբողջ օրը Աստծով ապրես։ Ամբողջ օրը Աստծուն նվիրես, դու գործի մեջ կանես, նախ առաջում դի գնաս եկեղեցին, պատարագին, սուրբ հաղորդում, հետո գաս քո, չի նշանակում որ ոչ մի բան չան։ Ուրեմն իրենք ինչ են անում, ասում են աման լվալ չի կարելի։ Լվացվել չի կարելի։ Շաբաթ օրը եթե հрьяաներից մեկը հիվանդանում է, բժիշկ չեն կանչում։ Բայց եթե անասուն ընկներ փոսի մեջ գնում հանում էին։ Հասկացաք։ Այսինքն այսօր էլ օրենքները իրենց այսպես է, եթե շաբաթ է, հрьяան իրավունք ունի 2 կիլոմետրից ավել քայլել։ Վերջ։ Ուրբաթ երեկոյան 5-ից շաբաթ երեկո 5-ը իրավունք չունես քայլել։ Լույսը վառել այդ կոճակը սխմել իրավունք չունես։ Դա աշխատանք է համ։ Այսինքն հասկացաք, որ դու նստես այս օրենքների հետ վիճես իրենց հետ, ասում եմ օգուտը ո՞րն է։ Ինչ օգուտ քեզ։ Հերու ասում եմ վանիր քեզանից, այդպիսի վեճերից հերու մնա։ Տեսեք նորից եմ այս հատվածը, ասում եմ, բայց հերու վանիր հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները, օրենքի շուրջ եղող կռիվները, որտեղ դրանք անօգուտ են եւ սնոտի։ Հիմա եթե մեկը ինքը չի ուզում քեզ հետ հոգեվոր խոսքը լսելով ճանաչել Քրիստոսին, մեկ քեզ հետ վիճել, ասում եմ անօգուտ է։ Հիմա դու Եհովայի վկային ինչքան ուզում ես ցույց տուր Սուրբ գրքով որ Հիսուս Աստված է, անիմաստ է։ Այսինքն նախ քո ժամանակն է գնում։ Հետո բարկանում ես, բարկության մեղքի մեջ ես, հետո չարանում ես, այսինքն անիմաստ է այս վեճը, թող սնոտի բաներ են սրանք։ Եթե մեկ ուզում է հավատալ, ինքը լսում է, հասկանում է, թե չէ։ Դրա համար ասում է, այսպիսի վեճերից հեռու մնացեք։ Սա նաև մեզ է վերաբերում, որ եթե մեկը գալիս է ասում է, Աստված չկա, կարաս Աստծուն ապացուցես, պետք չունես ընկնես ապացույցների հետևից։ Եթե մեկը չի ուզ, արդեն չի հավատում, պետք չունես այդ մարդու հետ զրուցելու։ Հիմա տեսեք 10-11 համարի մեջ ինչ է ասում Պողոս առաքյալը։ Ասում է հեռացիր հերձվածող մարդկանց մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո իմացիր որ շեղված է այդպիսին եւ մեղանչում է ինքն իսկ իր դատապարտության մեջ։ Ասում է հեռացիր այդպիսի մարդ մեկ կամ երկու անգամ զգուշացրա չէ հեռու վանիր քեզանից այդ մարդկանց։ Ինչ է սա նշանակում։ Սա Հիսուս Քրիստոսի խոսքն է, եթե եղբայրներից հետ մեկը մեղք է գործում, ասում է կանչիր իր հետ առանձին խոսիր։
ասում եթե քեզ չլսի, կանչիր երկուսով խոսեք։ Եթե ձեզ էլ չլսի, կանչեք եկեղեցու մեջ խոսեք։ Եթե չի ասում թողեք իրեն, սատանայի բաժինը թող լինի։ Այսինքն ոչ վատություն արեք, ոչ թողեք, հեռու բանեք ձեզանից։ Այսինքն կարճ եթե ասենք դուրս հանեք եկեղեցուց, որպեսզի եկեղեցու մեջ մյուս անդամներին էլ չվնասի։ Հեռու պահեք այս մարդուն ձեզանից։ Ուրեմն եկեղեցուն պետք է կարգ ու կանոն լինի, եւ տեսեք, ասում եմ 1 կամ 2, օրինակ եթե մեկը մի անգամ մեղանչել է, այստեղ բառացի այսպես է Պողոս Արաքելի խոսքը, առիթ նորից տուր, թող գա եկեղեցի, բայց եթե նորից կմեղանչի, նույն մեղքերը կգործի, հանի եկեղեցուց այդ մարդուն, որպեսզի խնդիրներ չլինեն։ 1 կամ 2 անգամ խրատելը եւ ասում են խստությամբ պետք է անես այս ամենը, որպեսզի անօգուտ չլինի։ Բայց այդպիսի մարդկանց հետ ասում են խոսելը անօգուտ է։ Ինչի համար, որտեղ կան մարդիկ, որ իրենք իմանալով հանդերձ, որ իրենք մեղք են գործում, բայց ամեն գնոց են սիրում են այդ մեղքը, մնալ այդ մեղքի մեջ։ Երբ որ մարդը մեղքը սիրում է, ինչ է լինում, կամած մեղքը արմատակալում է իր մեջ։ Նախ եւ առաջ այդ մարդուն պետք է կանես արմատները քանդել։ Օրինակ Սուրբ Հոգին ամեն մարդու մեջ այլ ձև է գործում իր փրկության ծրագիրը։ Եթե մեկի մեջ արմատակացած է մեղքը, նախ պետք է այդ մեղքի արմատները կտրի, չորացնի։ Եթե մեկը դեռ մեղքի մեջ է, բայց արմատացած չէ, նրա մեջ գիտակցությունն է արթնացնում, որ մեղքի մեջ ես, արթնացիր, չի կա, հետո նոր բերում է ապաշխարության։ Ուրեմն նույնպես այլ էս մարդն է, 1-2 անգամ խոսիր, փորձիր, եթե չի ուզում արմատները հանի, իր մեջ գիտակցություն չի ծագել, ինքը չի գալ ապաշխարության։ Թող աղոթի իր համար այնքան ժամանակ, մինչև այս մարդու սիրտը փափկի։ Սա է մեր առաքելությունը, այսինքն անիմաստ վեճեր չբռնվենք այդ մարդկանց հետ։ Իսկ Կորինթացիների մակի մեջ ասում է, բայց արդ ձեզ գրեցի, որ չխառնակվեք, եթե եղբայր կոչված մեկը, տեսեք ինչ ասում, պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ թմրամոր, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք։ Հասկացաք, ասում այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք։ Մենք շատ հաճախ գնում ենք այդպիսի մարդկանց հետ հաց ենք ուտում, բայց ամբողջ զրույցը աշխարհիկ նյութի մասին է լինում։ Հետո իրենք էլ գնում են, ասում են, այս ինչ քահանայի, այս ինչ հոգրիստոնյայի հետ, այս ինչ հաղթեցին, կերանք, խմեցինք։ Մեր անունն են արատավորում իրենք։ Այսինքն որ դու մեղավոր մարդու հետ հաց ես ուտում, ուրեմն ընդունում ես իր կարգավիճակը։ Ես ձեզ հետաքրքիր մի բան պատմեմ, սիրելիներ, իմ կյանքից է, մի մտերիմ մարդ ունեի, մեղավոր կյանքով էր ապրում, նույնիսկ սիրուհի ուներ, բայց երբեք ինքը չի համարձակվել սիրո հետ եկեղեցի մտնել։ Ինչ եթե եկել է ինձ տեսնելու, սիրուն մնացել է դուրսը, ուրեմն առողջական խնդիրների ժամանակ ստիպած եղա, որ ինձ գումար խնդրեցի, հաջորդ օր ինքը սիրո հետ եկավ եկեղեցի։ Հասկացա՞ք, ես մինչև այդ գումարը հետ տվեցի, որ ես կարողանամ իմ իրավունքը վերականգնեմ, այստեղս հասավ։ Այսինքն մարդը մեկ ակնթարթում օգտագործեց իր շանսը, Տեր այրենից գումար վերցրեց պարտքով, ուրեմն ես կարող եմ հանգիստ գնալ իր մոտ այլևս, ինքն ինձ չի կարող հանդիմանել։ Ուրեմն երբ որ դու այդպիսի մարդուն զիջում ես, դու նաև քո իրավունքն ես զիջում իրեն։ Դրա համար ասում են այդպիսի մարդկանց հետ անգամ չխառնակվեք ու հաց էլ չուտեք։ Հաց էլ չուտեք այդպիսի մարդկանց հետ։ Հասկացաք, ուրեմն մի ասեք, վայ իրենք էլ մարդ են, իրենք էլ չէ։ Խիստ պիտի լինես։ Խիստ պիտի, եթե դու ուզում ես չկորցնես քո իրավունքը, քո պատիվը, խիստ պիտի լինես։ Եթե ինքը չի ընդունում, օրինակ քո տան իրավունքը ինքը դիմացին որ գալիս է քո տուն, պիտի քո տան հացի գույնը չքննարկի։ Եթե քննարկում է, թույլ մի տուր ինքը քո տուն մտնի, քո հացը ուտի։ Մի ասեք, որ իրանք էլ լավ մարդ են, շատ հաճախ ասում են, բայց իրանք էլ լավ մարդ են, օրինակ Եհովայի վկաններին դուռը բացում են, տուն են ընդունում։ Ինքը գալիս է, քո մտքերը պղտորվում է, քեզ համոզում է, որ Քրիստոս Աստված չէ, Սուրբ Հոգի գոյություն չունի, դու վերջ դադարում ես Տիրոջը ճշմարտապես հավատալ։ Թույլ տվեցիր քո բարեհամբույր լինելով։ Շատ խիստ ասում են, նույնիսկ հաց մի կերեք, նույնիսկ ճանապարհ չգնաք այդպիսի մարդկանց հետ։ Հասկացանք։ Ուրեմն ինչի համար է սա ասում, որ ասում այդպիսի մարդիկ ինչ են, խոտորված են, այսինքն մոլորված են եւ մեղավոր մարդիկ են այդպիսի մարդիկ։ Ուրեմն ամեն մարդ նաեւ ինքն է, չի իրեն դնում իր դատապարտության տակ։ Ասեցեք, ասում են, այդպիսի մարդիկ իրենց դնում են դատապարտության տակ, իրենց խոսքերով, իրենց գործերով։ Ուրեմն ամեն մարդ պետք է իմանա, որ իր արած սխալը իրեն դատապարտության է բերում։ Մենք հետո կարող ենք հասկանալ, գիտակցել, որ բայց մենք անցյալ օր այսպես չպիտի խոսեինք, չպիտի ասեինք, բայց արդեն ուշը շատ բան ես կորցրել։ Մեկ անգամ սայթակեցիր, սատանան այնպես պիտի անի, որ դու նորից սայթակես, հանգիստ չի թողնելու։
Դրա ամեն բան պիտի անես, որպեսզի քեզ չդնես դատապարտության տակ։ Հիշում եք առաջին համարները այս նամակի անմեղադրելի կյանք ունեցեք։ Այսինքն հանկարծ թույլ չտաք, որ մեկը ձեզ մեղադրի այդ մեղքի մեջ ու դուք ամեն անգամ վախենաք։ Ամեն անգամ գլուխներդ կախ փախնեք այդտեղից, որ այդ մարդու մեղադրանքը չլսեք։ Դրա համար ասում եմ, այս ամենը պահեք ձեր փրկության համար։ Եվ վերջին հատված այսօր վերջին հորդորները 12 համար ասում է. երբ քեզ մոտ ուղարկեմ Արտեմիսին եւ Տյուքիկոսին, շտապիր գալ ինձ մոտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել։ Ուրեմն Արտեմիսի մասին ոչ մի խոսք չկա Սուրբ գրքում, մենակ այստեղ աննշվում, մենք չգիտենք ինքը ով է, ինչ արել։ Տյուքիկոսի մասին հիշում եք, մենք իր մասին պատմել եմ ձեզ Եփեսացիների նամակի մեջ, Կողոսացիների, Գաղատացիների, ուրեմն Պողոս Արաքելն ամենամտերիմ օգնականներից մեկն է, այսինքն նամակները Պողոս Արաքել այդ համայնքներ Տյուքիկոսն էր տանում, հասցնում այնտեղ։ Եվ երրորդ ասում է Նիկոպոլիս քաղաքում եմ, ուրեմն Նիկոպոլիս ինչ է նշանակում։ Պոլիսը գիտեք, քաղաք է նշանակում, Նիկոն նոր քաղաք, կամ հաղթական քաղաք, հաղթական քաղաք։ Հիմա մի քանիսը կար ռոմեական կայսրություն, որտեղ որ քաղաքը որ գրավում էին, կայսրը հռչակում էր Նիկոպոլիս, այնքան հաղթանակած քաղաք։ Սա այս քաղաքը կոնկրետ վերաբերում է Հունաստանի արևմուտքում գտնվող ծովափնյա քաղաք էր, եւ Պողոս Արաքյալը ասում է շտապիր ինձ մոտ արիր, կարիք ուներ Տիտոսին, դե Տիտոսին թողել էր Կրետեյում, ինքը եկել էր այնտեղ, ասում է ձմեռելու եմ, ինչու, որտեվ ձմեռը այն ժամանակ շատ դժվար էր նավարկելը, նավով անցնել ճանապարհը, դրա համար ասում է շուտ արի ինձ մոտ քո կարիք ունեմ։ 13-րդ համարի մեջ ասում է օրենսգետ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհիր, այնպես որ նրանք ոչ մի բանի պակաս չզգան։ Ուրեմն Զենոնը իր մասին էլի ոչինչ չգիտենք, այստեղ նշում է օրենսգետ, չգիտենք հրյա օրենսգետ էր թե ռոմեական, բայց անունը հուշում է ռոմեական, այսինքն ռոմեական կայսրության օրենքները գիտեր, իսկ Ապողոսը ճանաչում եք իրեն գործ կառաքելոցից, ինչ ասում Պողոսը, ասում է Պողոսը ցանեց, Ապողոսը ջրեց, Աստված աճեցրեց, ուրեմն Ապողոսը դարձի եկած մկրտված քրիստոնյա էր, որ Պողոս Արաքյալի օգնականներից մեկն էր, լավագույն քարոզիչներից մեկն էր, բայց այստեղ կարևոր համարն ինչ ասում է, որ ոչ մի բանի պակաս չունենա։ Ուրեմն Տիտոսին էլ է ասում, անպայման այս մարդկանց նյութական կարիքները հոգա։ Այսինքն սա նաև բոլոր քրիստոնյաներին է վերաբերում, որ քո շուրջը գտնվող ցանկացած մարդը տեսնում ես կարիք ունի, եթե մարդը 100,000-ի պակաս ունի, պետք չէ որ դու 100,000-ը տաս, մեկը տուր կամ 100-ը տուր։ Մնացածը Աստված կհոգա, բայց դու քո բաժինը անպայման պիտի տաս։ 14-րդ համարը Եվ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի, կարևոր պետքերի մեջ, որպեսզի անպտուղ չլինեն։ Ով են մերոնք? Ասում թող մերոնք էլ սովորեն, ուրեմն խոսքը կրետացիների մասին է, Կրետեի ժողովրդի, այսինքն քրիստոնյա համայնքի մասին է, եւ ընդհանրապես բոլոր հավատացյալ, բոլոր քրիստոնյաներից մասին է։ Տեսեք, ասում է, բոլոր մարդիկ, ասում է, պարտավոր են բարի գործ անեն, որպեսզի անպտուղ չլինեն։ Շատ հաճախ մարդկանց նաեւ հավատք երևում է իրենց գործերից։ Իրենց գործեր, մարդու գործից երևում է դու ինչպիսի քրիստոնյա ես։ Եթե քո գործերը քո խոսքերին չեն համապատասխանում, եթե քո գործերը քո ապրած կյանքին չեն համապատասխանում, դու չես կարող ասել, որ ես քրիստոնյա եմ։ Դրա ասում է թող սովորեն, տեսեք, ասում է թող բարի գործ անեն։ Հիշում եք կրետացիների մասին, ովքեր էին սկիզբը։ Ստախոսներ, ապրեք, ծույլ, ամբարտավան, մատնո, այսինքն կրետացի, այսինքն կրետեացեցին այնքան ստախոս, տեսեք ինչ ժողովուրդ են, չէ՞, ուր էր գնացել Տիտոս Արաքյալը քարոզելու, մի միջավայր, ով ծովափնյա քաղաք, օրնկությունը կար, սուտը կար, հարբեցողությունը կար, ամեն տեսակ մեղքես մե հիմա ասում է դրանց այնց արա, որ սովորեն բարի գործեր կա, այսինքն մեն չխափելով չգողանան, մեն սուտ խոսելով չգողանան, այսինքն նաև բարի գործեր անեն իրենց կյանքի մեջ։ Հիշում եք, եթե շատերդ կարդացել եք Վիկտոր Հյուգոյի թշվառները, այնտեղ շատ կարևոր մի դրվագ կա, չէ, որ Ժան Վալժանը այդ հերոսը այդ գրքի ինչ էր արել, ընդհանրապես մեկ հատ հաց էր գողացել, ապակին ջարդել էր, գողացել էր իր քրոջ երեխաներին կերակրելու համար։ Նրան դատապարտեցին, հետո փախավ, վերջը 15 տարի ինքը դատապարտու փախավ։ Երբ որ ինքը գալիս է, որ տուն ուզում ազատություն մնալու, իրեն եպիսկոպոսի տուն են, չէ, ուղարկում։ Եվ եպիսկոպոսի տանից թանկարժեք արծաթեղենը գողանում փախնում է, որ ոստիկանները բերում են, ասում են սրան բռնել ենք գողը, եպիսկոպոսն բայց չէ, ես եմ տվել, ասում է, ասում է մնացածն էլ մոռացել ես, արի ասում է։
երբ որ տալիս է, ասում է նայ ես քո հոգին գնեցի Աստծուն, այլևս սատանից, այլևս դու Աստծուն ես պատկանում, այլևս չանես։ Այս 15 տարի տաժանակի իր ավազակը գնաց դարձավ քաղաքապետ։ Իր ամբողջ կյանքը բարության մեջ ապրեց, առաքինության, մեկ բառ, որ ես քեզ գնել եմ սատանայից, ուրեմն Հիսուսը մեզ գնել է մեղքի իշխանությունից։ Մենք այլևս մեղքի տակ չենք, մենք մեղքեր գործում ենք, բայց մեղքը մեզ վրա իշխանություն այլևս չի։ Մենք ինչ որ անում ենք, կամավոր ենք անում։ Երբ որ գնում ենք որևէ ռեստորան, մենք ցանկը նայում ենք այսպես, մեր ուզած կերակուրը ընտրում ենք, չէ՞, ինչ ուտենք։ Մեղքն էլ ես դու ընտրում, ինչպիսի մեղքեր գործել, շատ կամ քիչ, մեծ կամ փոքր, բայց դու ես ընտրում։ Սատանան երևս քեզ չի պարտավորեցնում եւ չի պարտականացնում, որ դու անես այդ ամենը, քո ընտրությունն է։ Ուրեմն Հիսուսը գնել է մեզ այդ իրավունքից, հանել է, դու ազատ ես այլևս, դու այդ ազատության մեջ պիտի ապրես։ Եվ վերջին համարը ասում է. ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են, ողջունիր հավատի մեջ մեզ սիրողներին, շնորհ ձեզ բոլորիդ։ Ուրեմն ասում է ինձ հետ ովքեր կան, Տիտոս, քեզ ողջունում են, ասում է դու էլ ողջուն նրանց, ովքեր մեզ սիրում են։ Տեսեք ինչքան գեղեցիկ, ովքեր մեզ սիրում են, բարևի։ Եվ վերջում ասում է շնորհը ձեզ բոլորիդ։ Նամակում էր ուղված Տիտոսին, չէ՞։ Հիմա վերջում ասում է շնորհը ձեզ բոլորիդ։ Ճիշտ է Տիտոսին էր գրված, բայց այս նամակը պիտի բոլորս կարդանք, չէ՞։ Տեսեք 2000 տարի անցել է մենք կարդում ենք, այս խոսքը մեզ ուղղված, շնորհը ձեզ բոլորիդ։ Ուրեմն շնորհի մեջ ինչ էր մտնում։ Ողորմություն, խաղաղություն եւ սեր։ Այսինքն Տիրոջ սերը, ողորմությունը, խաղաղությունը բոլորիդ հետ լինի, բոլորիս հետ լինի։ Ուրեմն Տիրոջ նպատակը սա է, որ ամեն մարդ սեր, խաղաղություն ու ողորմություն իր կյանքի մեջ։ Եթե այս երեքը մենք կարողանանք մեր կյանքի մեջ ունենալ, մենք այս աշխարհի մեջ ավելի ամուր կլինենք, ավելի ուժեղ կլինենք։ Մեր կարծիքը չենք փոխի, ամեն սուտ խոսողի չենք հավատա, ամեն կեղծիքը չենք տարածի մեր կյանքի մեջ, այլ հակառակը մեր ականջները կփակենք, կեղծենք ուզենք ճշմարտություն լսել մեր կյանքի մեջ։ Այսքանով ավարտեցինք Պողոս Արաքյալի Տիտոսին ուղղված փոքրիկ նամակը, որ 3 գլուխներից էր բաղկացած, բայց այս 3 գլուխների մեջ Պողոս Արաքյալը մեզ ինչ սովորեցրեց, ինչպիսին լինել իբրև քրիստոնյա, այսինքն մեր վարքը քրիստոնեական ինչպես պիտի պահենք։ Ով ենք մենք անցյալում, ով ենք մենք հիմա, սա է մեզ սովորեցնում։ Դրա համար իր կարևոր նամակներից մեկը Կորինթացների ասում է քննեք ինքներդ ձեզ, տեսեք դուք նույն հավատի մեջ եք, երբ որ հավատացիք եւ հիմա որոշակի ժամանակ երբ որ անցել է։ Այսինքն պիտի քննես, այդ հայլու մեջ պիտի քեզ նայես եւ սուր գիրքի հայլով մարդ իրեն պիտի նայի։ Ժողովուրդ, մենք շատ սովոր ենք սովորական հայլիների մեջ ենք մեզ կամ մարդկանց հայլիների մեջ ենք։ Մարդկանց մեզ կարող են այսօր երբ որ շահ ունեն մեզ գովել, բարձրացնել, աստվածացնել, վաղը վերջացավ մեզ մրոտել, կեղտի մեջ նետել, ոչնչացնել։ Բայց երբ որ դու նայում ես սուր գրքի հայլու մեջ, դու իրականում գիտես արդեն դու ով ես եւ կարիք չունի, որ մարդիկ ոչ գով են քեզ, ոչ փնով են, դու գիտես դու ինչ ես ուզում այս կյանքի մեջ։ Եվ եթե դու մարդկանց գովասանքին արժանանաս, Հիսուսը ասում է վայ ձեզ, եթե բոլորը ձեր մասին լավը խոսեն։ Տեսեք ինչ ասում, վայ ձեզ, եթե բոլորը ձեր մասին լավը խոսեն։ Նշանակում է դու կեղծել ես, որ մարդիկ քեզ սիրեն, քեզ գովերք են, դու փնտրել ես մարդկանց փառքը, չես փնտրել քո միջոցով Տիրոջ փառքը, որ Տերը քեզ գովի։ Իսկ ինչ ասում Դավիթ Մարգարեն, եւ նրան ում Տերն է գովում, եւ նրան որ Տերը այլևս նրա մեղքերը մեղք չի համարում։ Ուրեմն սա է մեզ սովորեցնում սուր գիրքը, որպեսզի մենք իբրև քրիստոնյաներ նախ չամաչենք, երկրորդը պահենք այն ճշմարտությունը, որ ստացել ենք առաքյալներից Հիսուս Քրիստոսի միջոցով, եւ Սուրբ Հոգին ամեն օր գործում է մեր մեջ, Սուրբ մկրտության տրված ամենամեծ պարգևը որդեգրությունը չկորցնել, Հայր Աստծուն իբրև հայր ասել այդ իրավունքից չզրկվես, եւ նաեւ Սուրբ Հոգու առաջնորդությունը չպակասի քո կյանքի մեջ, որովհետեւ երբ որ մարդը դադարում է Սուրբ Հոգու միջոցով, ինքը սկսում է ինքն իրեն գործել, այսօր մարդը այդպես ուզում է իր ուզածով առաջնորդել, ինքն է ուզում իր ձգտումները, իր նպատակները եւ դրա պատճառով շատ մարդկանց էլ կարող է շեղել ճշմարտությունից եւ մարդկանց կորստյան մատնել։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է քույրին չի կարող առաջնորդել, երկուսն էլ փոսը կընկնեն։ Դրա համար մենք խնդրում ենք, որ Տերը մեզ ուղղորդի, որպեսզի մենք Քրիստոսով առաջնորդվենք եւ Սուրբ Հոգու ներկայությամբ մեր կյանքը շարունակենք ապրել այս աշխարհի մեջ։ Աստված պահապան բոլորից, շնորհակալություն սիրելիներս։ Հարցեր